Ես ուզում եմ մի շարք հաղորդումներ Facebook-ով սկսեմ տարածել, նախ եւ առաջ, որ ավելի մարդկանց ներկայացնենք, թե ինչ է ուզում մժար սահմանական շարժումը, ինչ ճանապարհով ենք շարժվելու, մեր ճանապարհաքարտեզն եմ ներկայացնելու, ես ուզում եմ ավելի լայն շրջանակ կարողանա պատկերացնի, որովհետև հարցազրույցներ ենք տալիս շատ ժամանակ, իրականում ժամանակը չի հերիքում, որ լիովին կարողանաս բացես այդ մոտեցումները, որ մարդկանց հասկանալի լինի, թե ինչն է կարևորությունը մժար շարժման եւ խի է դա շարժում, այլ ոչ թե կուսակցություն, շատ հարցեր են ծագում, ուղղակի մեզ են դիմում մարդիկ, շատերը դիմում են, ասում են, օրինակ ձեր տնտեսական ծրագիրը, գիտեք ոնց է, ես հեսա սաղ կներկայացնեմ, իհարկե մենք տնտեսական ծրագիրեր ունենք, արտաքին քաղաքականության մոտեցման ծրագրեր ունենք, բայց սկսենք հերթականությամբ, նայեք, ամենակարևոր հարցը որն է, ինչի մենք կուսակցություն չենք, որովհետև մենք ընտրել ենք 3 հատ կետ, որոնք որ վերկուսակցական կետեր են, այն կետերն են, որով մեզ թույլ կտան իրականում փոփոխություններ անել մեր պետության մեջ, մեր պետության կառավարման համակարգի մեջ։ Մեր պրոբլեմները գալիս են ոչ թե նրանից, ասենք, թե որ սահմանադրությունն է վատ, իրականում էս եղած սահմանադրությունները, որոնք որ եղել են, առանց փոփոխելու, եթե չփոփոխեինք, իրականում եթե ինստիտուտները աշխատեին ու այն մարդիկ լինեին, որոնք որ իրականում ցավում են, սիրում են մեր հայրենիքը, մեր պետությունը, կարելի է այդ սահմանադրությունների շրջանակներում էլ իրականում կայացնել են գործողությունները, որոնք որ ի օգուտ էին թե մեր պետությանը, թե մեր ազգի համար։ Սա հնարավոր էր իհարկե այս 35 տարվա մեջ անել, բայց ստացանք այն ինչ-որ ստացանք, փաստորեն, քանի որ փորձը չկար, քանի հարյուրավոր տարիներ մենք պետություն չենք ունեցել եւ ինստիտուտներ չունեին կայացած եւ դրա պատճառով չունեին կայացած փաստորեն այդ էլիտան, որը որ պետք է ձևավորեր այդ մոտեցումները, այդ արժեքները կարողանար ներբերել դեպի ավելի լայն շրջանակներ, որ ամբողջովին բոլորս դրանով միավորվեինք այդ ամեն ինչի շուրջ, դրա համար ունենք այն ինչ ունենք եւ դրա փոփոխությունները միակն է, ոչ թե վերադառնալ ինչ-որ այդ նախագահական, կիսանախագահական, հիմիկվա այդ մեր պարլամենտականների, մենք պետք է ելնենք դրանից հենց, որ քանի որ այս վերջի 35 տարին է, որ կերտվել է մեր հայկական պետությունը, եւ այդ ինստիտուտները չեն կայացել, ուրեմն մենք պետք է այն փոփոխություններ անենք, որ կարողանանք կայացնենք այդ ինստիտուտները, որ կայանա մեր մոտ էլիտան առանձին մարդիկ իրականում կան, բայց այս մարդկանց պետք է բոլորին համախմբել, որ մենք իրար հետ կարողանանք նախ եւ առաջ իրար մեջ այդ վստահությունը ձևակերպենք։ Եթե մենք կարողանանք այդ ինչ որ որ պատկերացնեք, ինչ մասն է, եթե մի 1000 հոգի Հայաստանում մարդ կարողանա իրար վստահի, այն արժեքների տեր մարդիկ, ովքեր որ իրականում կարդացած են, իրանք բանականության տեր են, իրանք իմաստուն են, այդ 1000 հոգի մարդը, եթե իրար մեջ վստահություն կարողանա ձևավորի, այդ ամեն ինչը հետագայում կտարածվի, իրականում կտարածվի 10,000-ի, այդ այն է ինչ որ մենք ուզում ենք անենք իրական, այդ 10,000-ը պետք է անցնեն այդ ինքնորոշման ազգային ինստիտուտի միջոցով եւ այդտեղ իրանք վրա աշխատեն, իրանք որակը եթե բարձրացնեն մեր օգնությամբ, մենք բոլորս իրար հետ համատեղ, այդտեղ վստահությունը շատանալու է, եթե 10,000 հոգի պատկերացրեք մարդու մեջ վստահություն առաջանա, իսկ ովքեր որ վստահությունից դուրս կգնան, փաստորեն եթե ինչ-որ խաբեբայությամբ զբաղվում են, ինչ-որ անբարոյական մոտեցումներ ցուցաբերեն, այդ մարդիկ պարսավանքի ենթակա են դառնալու եւ դրանից հետո ուրեմն այդ մարդիկ արդեն մեր հասարակության մեջ իրանց մզովյալների տեղ են լինելու, ասենք լավագույն դեպքում, այդ մարդիկ փաստորեն արհամարանքի ավելի շուտ արժանի կդառնան եւ ես ինձ թվում է շատերը կձգտեն, որ հանգարց այդպես իրավիճակի մեջ չընկնեն եւ դրա համար այդ 10,000-ից արդեն հետո, երբ որ արդեն կարողացանք մենք կառուցենք այդ վստահության
իրավիճակը, այդ ժամանակ մենք կարողանանք այդ ամեն ինչը արդեն տարածել ժողովրդի մեջ, հա։ Հիմա այդ մարդիկ էլ պետք է իհարկե այնտեղ աշխատվի, հատուկ ծրագրեր են լինելու, իմիջիայլոց այդ ինքնորոշման մոտեցումները ավելի պարզ, ավելի հասարակ ձև պետք է հետագայում դպրոցներում էլ մատուցեն, ասենք 9-րդ, 10-րդ դասարանից սկսած այդ արժեքների մասին խոսքը պետք է տարածվի, պետք է միշտ խոսացվի, պետք է բոլորս մեր պահվածքով, հա, այդ ապացուցենք, ցուցաբերենք, ներկայացնենք։ Մենք ուրիշ ձև չունենք, Ժողովուրդ ջան, մենք պետք է դրա վրա աշխատենք։ Ոմանք ասեն, որ գիտեք, դա անհնար է, ուտոպիա է, ոչ մի բան ուտոպիա չի։ Ամեն ինչը մարդու ձեռն է, գլխավորը որ ճիշտ ձևի մենք կարողանանք այդ ամեն ինչը ճիշտ ներկայացնենք, ավելի պարզ ձևով երևի ներկայացնել, որ ավելի հասկանալի, ընկալելի լինի, հա։ Եթե մենք դա անում ենք, սկսում ենք ինչ-որ մի 20 հոգով, հետո 50 հոգի կդառնանք, 100 հոգի կդառնանք, հա, մենք այսքանով կարողանանք իրականում փոփոխություններ կատարենք, որ էլ կյանքում հանգարցակի Նիկոլի պես մարդիկ ջրի երես դուրս չգան, սա իհարկե խայտարակություն է մեր ազգի համար, մեր պետության համար, այս մարդու կարգավիճակը, իր իրավիճակը, իր հոգեկան վիճակը, եթե նայեք տնակ այս մարդը ընկել է այդ պոպուլիզմի մեջ, իրան կորցրել է, արդեն էլ չի իմանում, ամեն ինչ պատրաստ է, ամեն ինչ անել, մենակ թե իր մասին խոսան, մենակ թե կապ չունի, ուշուն ստան, ինչ անեն, ինքը շատ բաներ անում է, ամեն առավոտվանից դուրս է գալի, ասեմ ինչ-որ ելույթներ ունենում, ինչ-որ երգեր է լսում, ցուցատարի, գլխավորը խոսան, իր համար խոսանն է կարևոր, որ իր մասին խոսան, ու շունցա, ու ինչ է, բայց ինքը լինի մեջտեղը, հա, ուշադրության։ Եվ դրանով ինքը ինչ անելու, այս մեկը ասելու է, դե լավ, հիմա ինչ արել, մյուսը ասում է, չէ, ինքը կեղտոտություն արել, ուտեղ սկսում է պառակտումը, իր համար կապ չունի ոնց, իրան պետք է մեր հասարակությունը պառակտել, որովհետև մենակ պառակտելու հիմունքով ինքը կարա ինչ-որ մի բանի հասնի ու փորձի իր աթոռը պահել, իր կյանքի իմաստն է դա, այս մարդը իր երազանքին է հասել ու այդ երազանքը իր ձեռից փորձելու ամեն ինչ անի, որ բաց չթողի։ Ինքը վազելով, ոչ թե մեծ քայլերով, այլ ուղղակի վազելով է գնում դեպի միապետություն, Ժողովուրդ ջան։ Մենք այսօր ոչ թե կորցնում ենք, հա, ասենք Արցախը, ինձ հարցում են, մենք այսօր կորցնում ենք Հայաստանը, այս մարդը եթե շարունակի ղեկավարել մեր պետությունը, մենք ինքը ուղղակի, նայեք ինչ կա, հա, ընդհանրապես ազգերի մեջ նա sense բան կա, ժողովուրդների մեջ, գալիս է հասարակությունը, եթե որակով հասարակություն, ինքը դառնում է ժողովուրդ, ինքը ստեղծում է պետություն, ժողովուրդը սա արդեն քաղաքական բան է, եթե դու ունես պետություն, քո քաղաքացին, քո ժողովուրդն է, բայց ժողովրդից բարձր ավելի մակարդակ կա, դա գաղափարախոսական մոտեցումը, այդ արդեն ազգն է։ Ինքը ուղղակի իրանց 7-րդ այս համագումարի ժամանակ այդ ԿՊ-ի իրանք ուղղակի ասում են ոչ մի ազգ, ոչ մի բան, մենք ազգը սարքելու ենք ժողովուրդ։ Ինքը մեզ վերևի դաշտից արդեն քաղաքական են որակից, որը որ մենք համարյա հասել էինք, հա, 90-ականներին ընդհանրապես մեր ու Սփյուռքի հարաբերությունները գրեթե նորմալանում էր եւ մենք կարայինք, իհարկե ինստիտուտները չկար, այն մարդիկ էլ չկային, որ կարանային այդ ամեն ինչը բերեին, այդ մակարդակը, այդ գաղափարը հասունացնեին, բայց մենք այդ գաղափարը ունեինք եւ մենք կարայինք ազգ կայանայինք, այսինքն համաշխարհային քաղաքակրթական առումով, հա, դա սա այդ գաղափարը հնարավոր է, այսօր էլ է հնարավոր, ես էլ եմ ասում, դա լինելու է, բայց իր ուզածը ինչն է, մենք ազգից պետք է դառնանք ժողովուրդ, 8-րդ համագումարին իրանք երևի արդեն կընդունեն, որ ժողովրդից էլ պետք է ցեղեր սկսենք դառնալ, սրանց ուզածը դա մեզ իջացնել մեր մակարդակը, հասցնել իրանց մակարդակին եւ հետո էլ դե արդեն ինչ, եթե ցեղ եղանք, հիմա Ադրբեջանի տակը կլնես, Թուրքիայի տակը կլնես, թե որի տակը կլնես, ցեղ ես էլի, հիմա որտեղ հաց ընդե կաց էլի, փորդ լցրա եւ դրանով կվերջանա ամեն ինչ։ Իրականությունը տենց չի, մեր ժողովուրդը դրան միևնույն է, իրանք չեն կարողանալու հասնել, միևնույն է, ուրիշ բան, որ կամ մենք կարողանում ենք ավելի շուտ համախմբվենք, ավելի շուտ կարողանանք այդ ամեն ինչը հրաժարվենք իր այդ գաղափարներից եւ կարողանանք բոլորս իրար հետ դեռևս ես համոզված եմ, որ ընտրությունների միջոցով կարելի է հաղթել իրան, որովհետև ինքը հասկանում է, որ ընտրություններում ինքը հնարավորություն չունի հաղթելու եւ ինքը փաստորեն
գնալու է խախտումների, ինքը կեղծելու է, դրանից հետո փորձելու է պահի եւ այդտեղ է լինելու, որ մեր համախմբվածությունը պետք է անելու մեր հաղթանակը ընտրությունների, որ մենք կարողանանք վերադարձնենք։ Այս մարդը գնալու է ամեն ինչին, իր աթոռը պահելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ծանր ճանապարհ ենք ընտրել, այս մոտակա 7-8 ամիսը եթե հերթական լինեն, եթե արտահերթը լինի ավելի շուտ, մենք պետք է կարողանանք համախմբվել, համախմբված վիճակում մենք հաղթելու ենք իրան, ինքը պարտություն է կրելու, դրանից հետո ինքը իհարկե փորձելու է օգտագործել ամեն ինչ, որ կեղծի այդ ընտրությունները, բայց մեկը մենք այդտեղ հաղթենք, փողոցում էլ ենք իրան հաղթելու հետ ընտրական արդեն process-ում։ Եվ ինքը դրանից հետո կանգնելու է դատաստանի առաջ, սա միանշանակ է, ինքը լավ գիտի, ժողովուրդ ջան, եւ դրա համար ինքը պատրաստ է լինելու գնա դեպի միապետ, ինքը ասում է դե ինչ ա եղել են, չէ՞, հիմա թե Սադամ Հուսեյնին հետո ինչ արեցին կամ Կադաֆին, ես ինչ արեցի, այդ երբ արեցին 40 տարի միապետ եղան, հետո էլ մի բան կմտածեն, մի բան կլինի, կամեշը կսատկի, կամեշատերը։ Դե հիմա ինքը այդ ձևա մտածում, մենք պետք է անենց անենք, որ իր այշը շուտ սատկի, ու սատկելու է իր այշը, ինքը չի կարանալու իր այշը քշել, արդեն ժողովուրդը լրիվ հասկացել է իր կարգավիճակը, իր հոգեկան վիճակը, սա խայտարակություն է իհարկե, ինչ որ կատարում է, բայց դե ինչ անենք, այս ծանր ճանապարհը ընտրել ենք եւ մենք պետք է կարողանանք այս ծանր ճանապարհի ընթացքում միավորվենք եւ բոլորս իրար հետ ճանապարհային քարտեզը գծելով գնանք դեպի հաղթանակ։ Հիմա ինչ որ կապված է նժար սահմանադրական շարժման կուսակցություն չենք, այդ հենց դրա համար, որ մենք ընտրել ենք 3 կետ դեռևս, հիմա որ շատ բան չանեմ, ես մասերով խոսամ, մի քանի մասով, շաբաթը մի 2 անգամ ելույթ կունենամ, այդ մասերը կներկայացնեմ, այդ 3 կետին կվերադառնամ, սա այն կետերն են, որոնք թույլ են տալիս համախմբվել, որ համակարգային փոփոխություն անենք։ Այդ նայեք, այդ կետերը առաջինը ազդելու են հենց մեր կառավարության վրա, մեր վարչապետը, որ մենք ներկայացրել ենք Նինա Կարապետյանցին, իրար լիազորություններից ենք զրկելու, հենց նախ եւ առաջ, եւ ինքը այն մարդը հենց ատուկ ինքը, որտեղ ինքը հաշտ է այս ամեն ինչի հետ եւ ինքը պարզ մարդ է, ինքը բարձր բարոյականության տեր մարդ է, իր պատմության սաղաշատանքային պատմության ընթացքում այս մարդը օրենքի եւ իրավունքի համար պայքարել է։ Այս մարդը իրականում երաշխիքն է նրա, որ ինքը իր լիազորություններից կզրկվի, նրա համար որ մենք կարողանանք բալանսավորենք համակարգը, որ հետագայում ոչ մի դեպքում, ոչ մի ինչ-որ ուրիշ անձնավորություն, որը որ կարա նման լինի Փաշինյանին կամ ուրիշներին, ովքեր որ զավթել էին մեր պետության լիովին դաշտը, իշխանությունը միանշանակ իրանց ձեռներ, միապետության կարգավիճակով էին վարում, այդ բանը որ չլինի, դրա համար մենք այդ 3 կետն ենք առաջարկում եւ այդ 3 կետի շուրջ հնարավոր է որ կուսակցությունները իրանց ամբիցիաները դնեն կողմ, մենք առաջարկել ենք որ եկեք մորատորի առաջարկեք, ինչ է նշանակում, ձեր գաղափարախոսությունը կուսակցական աշխարհակաղակական հայացքները եկեք դնենք մի կողմ իրար հետ համախմբվենք, ասենք այո, մենք պետք է գնանք դեպի բարձր արժեքներ, բարձր արժեքներով հիմնված պետություն են կայացնելու, ինստիտուտների վրա հիմնված, եկեք իրար հետ անենք այն, որ ընչեք դրան հակառակ գնում։ Փաստորեն դուք ուզում եք Նիկոլը չլինի միապետ, դուք եք ուզում միապետ դառնալ։ Եթե չէ, եկեք իրար հետ գնանք այն պետությունը ստեղծենք, որտեղ ոչ մի անգամ չի լինելու միապետության հնարավորություն։ Մենք այս համակարգն ենք առաջարկում, ժողովուրդ ջան։ Եկեք սրա շուրջ համախմբենք, եթե դուք չեք ուզում դառնալ Նիկոլի պես միապետ, թե ուզում եք սրան դարեք, դուք դառնաք միապետ։ Եթե չէ, եկեք համախմբենք, բոլորս իրար հետ հավասար, չենք ասում նժարի բանի կողքը, հենց դրա համար մենք կուսակցություն չենք, մենք անձինք ենք, ովքեր որ կարան կողքել կանգնեն, մենք ոչ պաշտոն ենք գնում, ոչ էլ, եկեք, մեզանից մարդ կա, ում որ մենք առաջարկել ենք, ինչի համար, որովհետև այս մարդը կուսակցական չի եղել, ինքը բոլորին կարա շուրջը մենք կարանք համախմբվել, ամեն մեկը իր կուսակցությունից կներկայացնեք ձեր մարդկանց իրար հետ կոալիցիոն կառավարություն ստեղծենք, եւ այդ կառավարությունը մոտակա 2-3 տարվա համար կմշակի թե տնտեսական, թե արտաքին քաղաքականության մոտեցումները եւ մենք իրար հետ այդ փոփոխությունները կատարենք։ Ինչ որ կապված է լինելու թե արտաքին քաղաքականության, թե տնտեսական աճի
այդ բոլորը մենք մեր տեսակետը ունենք, բայց մեր տեսակետները դնում ենք կողքի։ Ես ձեզ մերն էլ կներկայացնեմ, հետո որ չմտածեք, որ չկա, չէ, շատ հետաքրքիր բաներ ունենք, որտեղ շատերը դիմում են, ասում են, օրինակ հարկերի հետ կապված ինչա։ Օրինակ նույն հարկերի հետ կապված, նախ եւ առաջ ես մի բան ասեմ, հա, օրինակ մեր մոտեցումը դա ես վստահ եմ, որ այդ կոալիցիան կընդունի։ Մինչև 2000 թվականը ովքեր որ տներ են ունեցել, թեկուզ եւ ժառանգություն են ստացել, հա, այդ տների վրա չպետք է այդ հարկերի գույքը հարկը աճի 2000-ից հետո, երբ որ արդեն հարստացան եկան այդ թալանչիները ու տներ առան, իրանց տների վրա պետքա այդ գուրքահարկը լավ աճի։ Այն մարդիկ, ովքեր մեծ տարածքներ ունեն ու չեն օգտագործում այդ տարածքները, հա, որպես կոմերցիոն տարածքներ, հա, բիզնեսի բանի, այդ մարդիկ պետքա գուրքահարկ մուծեն, որ այդ կամ աշխատացրեք, կամ վաճառեք դες տարածքները այն մարդկանց, ովքեր որ կարողանան օգտագործել որպես բիզնես, հա։ Ինչ որ կապված է պրոգրեսիվ հարկերին, մենք հաշվում ենք, որ իհարկե ով շատ փող աշխատում պետք է ավելի շատ մուծի, դա ֆիզիկական անձանց մասին է։ Ինչ որ կապված է բիզնեսների հետ հակառակ, մենք պետք է անենք մեր կողքի հարևաններից ոչ ավել լինի հարկը, ասենք նույն Վրաստանի մոտեցումն է, որ 20%-ից ավել չի իրանց հարկերը բիզնեսի համար, երբ որ այդ փողը դու դեռ չես ստացել, դու կարողանում ես բիզնեսը լայնացնելու համար օգտագործես, դու պահում ես քո հաշվին ու տենց ես շատ մոտեցումներ կա, մենք ունենք այդ մոտեցումները, ես ձեզ դա էլ կներկայացնեմ, իհարկե դուք կպատկերացնեք, որ իրականում դա հնարավոր է։ Այն ինչ որ կարելի է անել մեր օրինակ 3 կետից մեկը թվանշանային պետության մասին է, հա, խոսքը։ Բացի նրանից, որ մենք կարողանում ենք դրանով թմրամոլության, խաղամոլության, կաշառակերության դեմ պայքարենք, մենք դրա հետ միասին գորշ իրավիճակը մեր տնտեսության սպիտակացնելու ենք, մեր տնտեսությունը հնան մեկին մեկ աճ ատալու, պատկերացրեք, եթե հնան մեկին մեկ աճ տվեց, մենք կարող ենք ձեզ միանշանակ ասել, որ թոշակներն էլ փաստորեն ոչ թե ամենայն բարձր թոշակները չէ, բայց այն միջին եւ ցածր թոշակառուները մեկին մեկ հետչպես կավելանա իրենց թոշակը 100%-ով փաստորեն դա ավելանում է։ Սա մեզ թույլ է տալի հենց առաջի 2 տարվա մեջ այդ փոփոխությունները անել, հա, դու երբ որ սպիտակացնում ես քո տնտեսությունը, այսօր հնան մեր 24 միլիարդ է, չնայած իրականում այդքան չի, այս տարի իջնելու է, ասենք 20 միլիարդ եղավ, 40 միլիարդ հետչի պես կարողանում ես հնան աճացնես։ Այդ հնարավորությունները կա, այդ տեսակետները մենք ունենք, բայց ես կնախընտրեի, եթե մենք այդ ամեն ինչը կոալիցիայի հետ մշակենք եւ տրամաբանությունից ելնելով, իրականությունից ելնելով մենք կարողանանք դա մեր հանրությանը ներկայացնել, լավ մշակված արդեն սաղ քայլերը հաշվարկած, որ դուք ամեն հարցին պատասխանը կունենաք ու կտանաք, որ այս լայն կոալիցիան իրար հետ են որոշել, իրար հետ են արել եւ մի բանա խոսացողները ինպես հա որ ներկայացնելու է, ասելու է եւ մյուս բանա այն պրոֆեսիոնալները, ովքեր ուղղակի են կառավարությունում աշխատելու, այդ մարդիկ էլ են լինելու մեր հետ եւ իրանց հետ է դուք կծանոթանաք։ Ես վստահ եմ դեռևս շատ ուժեր կան, որ միանալու են եւ մենք բոլորս իրար ոչ թե մեզ են միանալու, այլ այս մոտեցումներին են միանալու եւ մենք կարողանանք իրար հետ կազմավորենք եւ իրար հետ կարողանանք այդ կառավարությունը ձևավորենք, ազգային ժողովում մեծամասնությունը լինենք եւ բոլորս իրար հետ իրականում մենք կարողանանք կերտենք այն գեղեցիկ մեր սուպեր Հայաստանը, մենք ունենալու ենք դա։ Սա հաշվեք առաջի մասն է, շաբաթական կփորձեմ 1-2 անգամ ինչ որ ներկայացնել ավելի մանրամասներ եւ կխոսանք այդ թեմաներով։ Շատ շնորհակալ եմ ձեզանից։